Ողջույն, եկեք միասին պատրաստենք ամենաիդեալական գլազուրը կուլիչները պատելու համար։ Այն կարելի է օգտագործել նաև իմբիրով թխվածքաբլիթների ձևավորման ժամանակ։ Մեզ պետք կգա 200 գրամ շաքարավազ և 100 գրամ սպիտակուց, ինչպես նաև մի պտղունց լիմոնի աղ։ Սպիտակուցը և շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ։ Խառնում ենք և տեղափոխում ենք գոլորշու վրա և ֆելու։ Կաթսայի մեջ ջուր ենք լցնում և դնում ենք կրակին, թողնում ենք մի փոքր տաքանա։ Ջուրը պետք է լցնել այնքան, որպեսզի մեր շաքարավազով և սպիտակուցով կաթսան ոչ մի դեպքում չդիպչի այդ ջրին։ Մասսան անընդհատ պետք է խառնել։ Դա արվում է նրա համար, որպեսզի սպիտակուցը չեփվի։ Մասսան պետք է հարել այնքան ժամանակ, մինչև սպիտակուցի մեջ շաքարը ամբողջությամբ հալվի։ Իմ դեպքում սպիտակուցը գոլորշու վրա դնելուց ուղիղ 2 րոպե հետո շաքարավազը ամբողջությամբ հալվել էր։ Ես դա ընթացքում մի քանի անգամ ստուգել էի մատների արանքում մեր ստացված սմեսը տրորելով։ Ուշադրություն դարձրեք, որ ես ամբողջ ընթացքում ոչ մի վայրկյան չեմ դադարել խառնել։ Վերջ շաքարավազը ամբողջությամբ հալվել է և մասսան ես տեղափոխում եմ միքսերի տարայի մեջ, որի մեջ էլ պետք է հետո հարվի։ Տարան ամբողջությամբ պետք է չոր լինի։ Դնում եմ հարվելու, սկզբում հարում եմ ցածր արագությամբ, որից հետո արագությունը մի փոքր բարձրացնում եմ։ Չեմ մոռանում ավելացնել մի պտղունց կիտրոնի աղ։ Բեզեն շատ շուտ ուռում և ստաբիլանում է։ Ընդհանուր պրոցեսը ձեռքի հարիչներով գուցե տևի 6-ից 7 րոպե, բայց իմ հարիչով հարման պրոցեսը տևում է 3-ից 4 րոպե։ Իմ մոտ այն Kitford-ի 1328 մոդելն է, որը ես երկար տարիներ ինչ օգտագործում եմ և նույնիսկ դրանից երկրորդն եմ գնել։ Այստեղ ստուգում եմ, թե ինչպես է ստացվել բեզեն, բայց քանի որ ինձ մասսան այնքան էլ դուր չի գալիս, նորից դնում եմ միքսերի մեջ հարվելու։ Եվս 1.5 րոպե հարում եմ ամենաբարձր արագությամբ և արդեն բեզեն պատրաստ է։ Ի դեպ, այս գլազուրին անվանում են շվեյցարական մերենգա և շատ հաճախ հենց այս պատրաստման տարբերակն են օգտագործում բեզեները փայտիկների վրա պատրաստելիս։ Հեռացնում եմ կուլիչների թղթերը, որպեսզի դրանք զարդարեմ գլազուրով։ Դուք կարող եք դրանք չհեռացնել, բայց եթե չեք տեսել, թե ինչպիսի թրենդային ձևավորումներով եմ այս տարի զարդարել բոլոր իմ կուլիչները, կարող եք դիտել իմ YouTube-յան ալիքի նախորդ վիդեոն։ Յուրաքանչյուր կուլիչի վրա լցնում եմ 1-ից 2 գդալ գլազուր և գդալի օգնությամբ հավասարաչափ տարածում։ Բեզեն շատ ստաբիլ է և իր տեսքը շատ լավ պահպանում է։ Միայն թե այն չորացնելու համար 2-ից 3 ժամ պետք կգա։ Բոլոր ձևավորումները, որ անելու եք կուլիչների վրա, կարող եք անել միանգամից, իսկ այ փաթեթավորումը թողեք 2-3 ժամ հետո, որպեսզի բեզեն ամբողջությամբ չորացած լինի։ Վերջ, շնորհակալ եմ, որ դիտեցիք։ Միացեք իմեջին, հավանեք տեսանյութը և սեղմեք զանգակի վրա, որպեսզի բաց չթողնեք նոր վիդեոները։